Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խոսենք Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի հղած ձայնագրությունից, նա ըստ էության ասում է, որ շատ ավելի վատ գործընթացներ են հաջորդելու եւ այս ամբողջ պատմությունը միայն իր եւ մյուս դատվողների եւ բանտում գտնվողների մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության մասին է եւ գործընթացները պետք է մտահոգի բոլորիս եւ նա նշում է, որ հացադուլը շարունակելու է եւ հացադուլը նա իրականացնում է, որպեսզի շատերի անտարբերությունը արթնացնի։ Ձեր դիտարկումը ձայնագրության վերաբերյալ։ Բնականաբար ես շատ ուշադիր եմ լսել, նույնիսկ մեկ անգամ, մի քանի անգամ եմ լսել եւ իմ մոտ չի դադարում այն հարցը, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել։ Այդ ինչ եղավ, որ տևական ժամանակ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի Ադրբեջանում էր ու հանկարծ իրանք ադրբեջանցիները թույլ տվեցին այդպիսի ուղերձ։ Միգուցե այս հացադուլն է, որ մեծ աղմուկ բարձրացավ, նա շարունակում է հացադուլը անզիջում Ադրբեջանը մի երկիր է, որտեղ կարմիր խաչն են երկրից դուրս վռնդում, որտեղ բոլոր իր պաշտպան կազմակերպությունները դուրս են վռնդվում, ոնց այսպիսի բան տեղացավ։ Ես ընդհանրում եմ, որ սա հետևանքն է Եվրոխորհրդի այդ падգամավորների հզոր ճնշմանը Ադրբեջանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի բռնապետն էլ ուզում է այդ արևմտյան աշխարհում երևա որպես, չգիտեմ, նույնիսկ բարերար մի մարդ, որը կարող է թույլ տալ այդպիսի ուղերձ, որ հղվի ադրբեջանական բանտից, բայց ես կարծում եմ, որ չափազանց ուշադիր պետք է նայել, նույնիսկ սովորաբական քաղաքացին կարող է չհասկանա այդ ինչ պայմաններում է դա այդ ուղերձը եղել, ինչպիսի նախապայմաններ են եղել, միգուցե դա առաջի ուղերձը չի եղել, մի քանիսը չեղարկել են ու դա են թույլ տվել։ Հոգեբանը պետք է նայ, որ հասկանա, այդտեղի ինչ-որ մի բան կարելի է կորզել, որովհետև այնտեղ ինքը ասում է բավականին հակասական մտքեր եւ ասենք թե որ իր առողջական վիճակն է նորմալ եւ ասում է որ վերաբերմունքն է իր նկատմամբ պոզիտիվ։ Դե նրանց ճշմարտ ներքո դժվար այլ բան ասեր։ Բայց հենց այդ է, եթե ինքը ճշմարտ ներքո է ասել, ապա մնացած իր ասածներին մենք ինչպես հավատանք, ինչպես, չգիտեմ, ես նորից եմ կրկնում, երևի պետք է մի հատ մասնագետ, որը ֆիլտրի են ամեն ինչը, ինչ որ ինքը հասկանում է, որ դա ուղղակի ինքը չէր կարող ասել, եւ թողի այն ամենը, ինչը որ ըստ էության իր կողմից ուղերձն էր, եւ նոր դրա վրա եզրակացություն անենք։ Ես անձամբ չեմ շտապում եզրակացություն անել, որտեղ իմ համար բազմաթիվ հարցեր են առաջանում այստեղ։ Բայց ըստ էության ո՞րն էր կարևոր ուղերձը ձեզ այդ ձայնագրության մեջ։ Իմ համար ամենակարևորը այն է, որ Ադրբեջանը դա թույլ է տվել։ Իմ համար ամենակարևորը դա է։ Մնացած ամեն ինչը պետք է իսկապես լուրջ մասնագետ լինի, որ ասի, այ սա որ ինքը ասում է, ասենք թե առողջական վիճակի մասին, նորմալ վերաբերմունքի մասին, սրա մասին մի մտածեք, այս սրա մասին մի մտածեք։ Դա էլ եմ ասում, մասնագետի գործ է, շարքային քաղաքացին չի կարող ճիշտ կողմնորոշվել։ Այսինքն Ադրբեջանը թույլ է տվել, որպեսզի ցույց տա, որ տեսեք մենք բարեգործ ենք եւ թույլ ենք տալիս ինքը ձայնեն ուղերձով հանդես գա։ Միանշանակ չէ որ էլ եմ ասում, դա մի երկիր է, բարբարոս երկիր, որտեղ մարդու իրավունքների մասին խոսք լինել չի կարող, որտեղ ազատ խոսքի մասին խոսք լինել չի կարող։ Նույնիսկ իրանց քաղաքացիների այդ հայ ռազմաքաղաքական, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այդ ինչ գերմարդասիրական բաներ ծիծաղելի է։ Ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանը իր խոսքում նշում է, որ հնարավոր է, որ սա վերջին հնարավորությունը լինի, որ կարող է շփվել մեզ հետ, նա այսպես հրաժեշտի նաև կարելի ասել խոսքեր է հղում իր ընտանիքին, իր ընկերներին։ Այո, այդպես է, բայց ես էլի հորդորում եմ տենց բաների վրա քիչ ուշադրություն դարձնել այն բաների վրա, որը ես ասացի, որ դա արտառոց մի բան է, անբնական բան է, Ադրբեջանի կեցվածքին ոչ բնորոշ եւ
Էլի եմ կրկնում, մասնագետը պետք է նայ, որ ասի այնտեղից օրինակ ֆիլտրեք այս բաները կարող եք ուշադրություն դարձնել, բայց դրա վրա ուշադրություն մի դարձրեք։ Ամեն դեպքում նաև ասում է, որ ես այս հացադուլը շարունակում եմ, որովհետև կա այդ անտարբերությունը եւ միգուցե դուք արթնանաք եւ նաև շեշտադրում է, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող գործընթացները եւ ասում է, թե ինչ որ մեկը իլյուզիա ունի, որ կարող է հանգիստ ապրել, կյանքը վայելել, պետք է հասկանա, որ այդպես չի լինելու, որ եթե անգամ իմ խնդիրը լուծվի կամ այսպես էլ անորոշության մատնվի, միևնույն է այս խնդիրը շարունակվի, այսինքն իզնով այս հարցը չի լուծվելու, ավելի բարդանալու է։ Հիմա ես նորից պետք է կրկնեմ։ Լավ չի, որ ոչ մասնագետը փորձում է իզրակացություն անել մի ոլորտից, որտեղ ինքը մասնագետ չի։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն այս խնդրին, այլ բազմաթիվ ուրիշ խնդիրներին, որոնք մենք մեր քաղաքացիները առնչվում են ամեն օր։ Եվ նորից եմ կրկնում, ինքս ինձ թույլ չեմ տա այդ ձայնագրության հետ կապված եզրակացություն եղնել։ Բայց ամեն դեպքում միշտ է քննարկվում այդ հարցը, որ այս ամենի արվում է հենց Հայաստանի դեմ գործընթացներ։ Եկեք այդ ամեն ինչը հիմա նորից նայենք, այսինքն դուք ասում եք, որ այն ինչ որ տեղի ունենում Բաքվում, դա իրականացվում է Հայաստանի դեմ, իհարկե։ Իհարկե, եւ միթե պետք է որ ասենք թե այս ձայնագրությունը լիներ, որպեսզի դա մենք հասկանանք։ Իհարկե, եւ այդ ճնշումները Հայաստանի նկատմամբ մեր հայնակիցների նկատմամբ իրականացվող ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ։ Դա ուղղակի մի դրվագ է, որի մասին դուք ձեր հարցերը տվեցիք, բայց դա իսկապես շարունակվելու է ու շարունակվելու այնքան, ինչքան այս իշխանությունները թույլ կտան, որ ճնշումներ գործադրեն իրենց վրա տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև մեր ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ճնշումների միջոցով։ Բայց ավելին ասում են, ինչ կարող ենք անել, բոլոր հնարավոր միջոցները օգտագործել ենք, բոլոր ատյաններին դիմել ենք։ Նիկոլ Փաշինյանը, Արտոս նախարարը։ Բայց Նիկոլ Փաշինյանին ինչպես կարելի է հավատալ։ Այդ մարդը իր եկած օրից քանդում է այս երկիրը, ոչնչացնում է այս երկրի բոլոր ինստիտուտները եւ հենվելով Նիկոլ Փաշինյանի ասածի վրա մենք պետք է ինչ-որ եզրակացություն ունենք։ Օրինակ Արարատ Միրզոյանը ազգային ժողովում ասում էր, որ դիմել է Ժնևի ՄԱԿ-ի խորհրդում ելույթ է ունեցել, Կարմիր խաչի միջազգային ղեկավարին է դիմել, ՄԱԿ-ի միջազգային բարձր հանձնակատարի հետ է հանդիպել եւ այլն։ Հերմնե, գերիները նոր բան չեն։ Ամբողջ մարդկության պատմության ընթացքում գերիներ են եղել։ Մեր աչքի առաջ են գերիները։ Տեսնում եք այս երկրները ոնց են իրար վերաբերում։ Օրինակ, ինչ անում Ուկրաինան իր գերիներին Ռուսաստանից վերադարձնում եւ Ռուսաստանը ինչ է անում։ Գնում են ՄԱԿ-ի ամբիոնից են խոսում։ Գործ են անում։ Ստեղ այդ գործը դուք տեսել եք։ Մի խոսեք իմ հետ ՄԱԿ-ի ամբիոնի մասին։ Եթե իրանք ուզենային այդ գերիներին հետ կբերեին։ Հետ կբերեին։ Որևէ բանակցություն չէր սկսի քանդար, որտեղ այդ գերիների մասին վերադարձը նկարագրված է նաև այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Թուրքական ադրբեջանական գերիներին մի օրում վերադարձրեցին։ Այդ ով կարող է այդ մոռանա։ Բայց այդպիսի հարաբերությունների մեջ ես քո գերիները այնտեղ դուր ես վերադարձնում։ Բայց այդ դեպքում ինչու չեն վերադարձնում, ասում եք, եթե ուզենային, ինչու չեն ուզում, Հայաստանի իշխանությունը ինչու չի ուզում։ Որտեղ թուրք-ադրբեջանական գործակալներ են, որտեղ թուրք-ադրբեջանական փողերով եկել են, դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, եւ նույնիսկ Ալիևն է ասել, որ փաստորեն ինքը մեծ ներդրում ունի, որպեսզի Նիկոլը, որ գործը որ Նիկոլը եկել է իշխանության։ Մի մոռացեք, երբ այդ 44-րդ պատերազմից հետո ժողովրդի ցասով բարձրացել էր այն մակարդակի, որ ինքը պետք է արդեն կամ հեռանար կամ չգիտեմ ինչ լիներ իր հետ, Թուրքիան ասեց, որ եթե Նիկոլի գլխից պատկերավոր ասած մի հատ մաս են գնի, ինքը ագրեսիա կսկսի։ Ինքը թուրք-ադրբեջանական շահերն է պաշտպանում։ Մոռանալ այդ մասին եւ ցանկացած նոր մի դրվագով փորձել անդրադառնալ ու այլ լույսի տակնել, կսխալվենք։ Ինքը իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիր իր այստեղ գալու հենց օրից։ Եվ իրականացնում է մեծ հաջողությամբ իր տերերի ծրագիրը իրականացնում է մեծ հաջողությամբ։ Ինչ ծրագիր է դա։ Դե առաջինը դա Արցախի ադրբեջանականացումներ, որը փայլուն իրականացրեց, իր տերերի 100-ամյա երազանքը իրականացրեց, հիմա էլ անցել է Հայաստանի Երևանի ստացմանը։ Դա էլ պետք է իրականացնի, եթե մենք ձեռքերս սալած նստենք։ Առհասարակ այս դատավարությունները ինչ ընթացք կստանան, բավականին արագ են ընթանում դատավարությունները, մեղադրանքներ են արդեն ներկայացված, Բաքվում ընթացող դատավարությունները։ Դուք ինչ կանխատեսում ունեք, ինչ ընթացք կստանա առհասարակ։ Քանի որ ինքը մի բռնապետական երկիր է, այդտեղ որևէ տրամաբանություն չկա։ Ես կարծում եմ, որ իր տրամաբանության մեջ, եթե փորձենք հետևականել, մի բան է լինելու։ Ինքը ունի գերխնդիր իրականացնի
Հայաստանի կործանումը եւ որևէ բանի առաջ այդ թվում նաեւ գերիների նկատմամբ անմարդկային ճնշումներ գործադրելու առաջ կանգ չի կանգնելու։ Ինքը իր նպատակին հասնելու համար օգտագործել է բոլոր հնարավոր տարբերակները։ Այդ թվում միգուցե նաեւ հենց առաջի հերթին մեր ռազմաքաղաքական ղեկավարության ներկայությունը իրենց բանտերում։ Այսինքն ցմահ բանտարկություններ ծանր հոդվածներով դա արդեն ներկայացված են։ Ես ասում եմ գործընթացի մասին, դուք արդյունքի մասին։ Ես արդյունքն եմ հարցնում։ Դե արդյունքը, եթե արդյունքն եք հարցում, Հայաստանի վերացումն է։ Ինքը այդ գործիքը օգտագործել է իր նպատակին հասնելու համար։ Դա ակնհայտ է։ Այսինքն որևէ ձևով փոխզիջման Ադրբեջանը չի գնա եւ նրանց չի վերադարձնի, կարծում եք։ Ախր դուք էլի Գուցե դե լինի միջազգային ճնշում, լինի հասարակական, այսպես այդ տեսեք վերադառնի խոսակցության սկզբին ինչու այդպես եղավ, ինչու ուղերձ եղավ, որտեղ Եվրոխորհրդի падգամավորները բավականին մեծ շարժում են արել։ Եթե այդպեսի մեծ շարժումն է, էլի կարող է մի հատ բան լինի, բայց իրանք իրանց հիմնական նպատակից չեն հրաժարվելու։ Ու մենք չենք կարող թույլ տալ մեզ մտածել, որ իրանց նպատակները փոխվել են, իհարկե ոչ։ Դե իրենց նպատակը չի փոխվել, բայց ճնշման արդյունքում միգուցե կարող ստիպված նաև այո, բայց այդ ճնշման գլխին պետք է կանգնի Հայաստանի Հանրապետությունը որպես սուվերեն ինքնիշխան պետություն, որը անհնար է այս թուրք-ադրբեջանական գործակալների օրոք։ Նորից եմ ասում, տեսեք Ուկրաինան եւ ասենք թե Ռուսաստանը ինչպես են անում։ Մնացած բոլոր պատերազմող երկրները իրանք են իրենց առաջի խնդիրը դարձում։ Տեսեք Իսրայելը ինչ է անում իր գերիներին այդ պաղեստինցիներից հետ բերելու համար։ Դա է ճանապարհը։ Դա է ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ուրիշ ճանապարհը նրան բախտիկը մաչունի թողել մեր գերիներին։ Խոսենք նաև այսպես աշխարհում ընթացող զարգացումներից, Թրամփի որոշումներից, բավականին այսպես արագ տեմպերով առաջ է գնում, անընդհատ նոր որոշումներ է կայացնում։ Հիմա խաղաղության օրակարգ է ուզում հաստատել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որքանով այն կհաջողվի, կարծում եք, ինչ զարգացումների սպասենք, որովհետեւ այս ամենը անդրադարձ է ունենալու նաև Հարավային Կովկասի վրա։ Միանշանակ ձեր հետ համաձայն եմ եւ ես կարծում եմ, որ այն գործընթացը, որոնք ընթանում են մեր համար կարևոր ռեգիոններում, առաջին իհարկե Ուկրաինայի գործընթացն է, որտեղ Ուկրաինայի այդ հակամարտության ավարտից հետո ես կարծում եմ շատ բան կարգավորվի, մասնավորապես Հարավային Կովկասում այս խնդիրները, որ մենք ունենք թուրք-ադրբեջանական այս տանդեմի չհանդարտվող ագրեսիվ նկրտումների նկատմամբ ես կարծում եմ միապես կփոխվի։ Եվ իսկապես նաև մեր շահից է բխում, ենթադրում եմ նաև ռուսների եւ ուկրաինացիների շահից է բխում հնարավորինս արագ այդ խնդրի կարգավորումը։ Ինչ վերաբերում է մեր հարևան տարածքներում, տեսեք, բավականին դրական զարգացում ես գնահատում այն հանգամանքը, որ հենց Տրամպը առաջարկեց, որ Ռուսաստանը դառնա միջնորդ Իրանի հարցում, Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ բանակցությունների ընթացքում, որը կարծում եմ էական դրական հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնճիռը լուծելու, որտեղ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շատ մեծ, այսպես ասեմ, համագործակցության շատ մեծ աշխարհ են իսրայելական այդ պետության հետ եւ այդ պարագայում եթե Ռուսաստանը ասեցին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական գործընկերն է միջամտություն չներ, կարող է շատ ավելի դաժան լիներ զարգացումները, որը մեր համար Հայաստանի համար շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Հիմա կարծում եմ այդ առումով իսկապես դրական ակնկալիքներ կարող ենք մենք ունենալ։ Մյուս կողմից այսօր բավականին մտահոգիչ ինֆորմացիա է գալիս Սիրիայից եւ այնտեղ կարծում եմ եւս, որտեղ երբ որ ես հետևում եմ ռուսական բլոգերներին, լուրջ հակամարտություն կարող է առաջանալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որտեղ այնտեղ Թուրքիան փորձում է ընդհանրապես սուի մահմեդական երկիր դարձնել Սիրիան, որը ոչ միայն տեղական բնիկ ժողովրդի համար մեծ խնդիրներ է առաջացնում, այլև կարծում եմ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ռուսաստանի համար եւ այդ տեսակետից ռուս-թուրքական հարաբերությունները կարծում եմ եւս մի դրվագում կարող են իսկապես խնդիրներ ունենալ, որը կարծում եմ պետք է թույլ տա, որ Ռուսաստանը վերանայի իր մոտեցումը, որը ծնվել էր հենց այդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով Թուրքիայի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, եթե այդպեսի վերանայում լինի, սա եւս կնպաստի Հարավային Կովկասում ավելի կայուն իրավիճակի ստեղծմանը, որովհետև
Դերևս այդ ժամանակ կմեղմվի Թուրքիայի նկարտումները դեպի Հայաստան։ Կարծում եք Թուրքիան իր ուժերը Մերձավոր Արևելքում է փորձում հաստատել եւ որոշ ժամանակ Հարավային Կովկասից այսպես թեքվի դեպի այն կողմ։ Այո, շատ լավ հարց եք տալիս։ Ես կարծում եմ Թուրքիան այնպիսի սարտային իրավիճակներում է գտնվում, որ ինքը չի բավարարվի որևէ տեղ հաջողության հասնելու եւ մյուս տեղի մասին մոռանալու։ Իրանք ունեն գեոպոլիտիկ մեծ նախասիրություններ դեպի հարավ ու նաև դեպի արևելք, որտեղ արևելքում գտնում են իրենց ցեղակիցները եւ թուրանական գաղափարախոսությունը եղել ու դեռ կա, կարծում դեռ տևական ժամանակ կմնա իրենց հիմնական գործողությունների առանցքը, իսկ մի մոռացեք, որ Թուրքիան մեծ սուլթանություն եղել, կայսրություն եղել եւ Սիրիան եղել է ուղղակի նահանգներից մեկը, ինքը շատ ավելի հարավ է գնացել, Երուսաղեմն է եղել իրենց կայսրության մասը եւ այդ առումով իսրայելա-թուրքական հարաբերությունները չեն կարող չանհանգստացնել Իսրայելին, որովհետեւ հզորացող Թուրքիան նաեւ Իսրայելի համար է վտանգ հանդիսանում։ Իսկ ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի հզորացումը, կարծում եք, մասնավորապես Սիրիայում նրա հաստատվելը արդյոք առաջվա նման կարող է անհանգստացնել ԱՄՆ-ին, հատկապես երբ քրդերին աջակցելը կարծես թե այդքան էլ ուժգին չէ, ինչպես նախկինում էր։ Շատ ճիշտ եք ասում, որովհետեւ ինքը Ամերիկան եւս մեծ խնդիրներ ունի լուծելու հենց քրդերի միջոցով հենց Սիրիայում եւ այն մոտեցումը, որ Թուրքիան ուզում է իրականացնել, ընդհանրապես որևէ բացի Սուննի մահմեդական գերիշխանությունից որևէ այլ գերիշխանություն չթողնի, կարծում եմ Միացյալ Նահանգների համար էլ ձեռնտու չի, որտեղ ինքը հենվելով քրդական ուժի վրա իր ազգային պետական շահերն է հետապնդում Սիրիայում եւ ես կարծում եմ այստեղ եւս Թուրքիան կհանդիպի հակադրության եւ սա կարծում եմ նպաստավոր է Հայաստանի համար Հարավային Կովկասում խաղաղության կայուն խաղաղության հաստատման եւ մեր հնարավորությունների զարգացման համար իրական նշանակություն կարող է ունենալ։ Հիմա այս իրավիճակում դուք ասում եք, որ Հարավային Կովկասում հանդարտություն կարող է լինել։ Ինչ փոփոխությունների ենթարկվի կարծում եք, որովհետև ասում են Թրամփ-Պուտին հանդիպումից շատ բան է կախված, թե ինչ է լինելու այս ռեգիոնում։ Բայդենի իրավիճակի իշխանության ժամանակ ինքը առաջ էր տանում այդ իր աշխարհակահայությունները, որի հիմնական խարիսխներից մեկը Միացյալ Նահանգների Ռուսաստան հակամարտություններ եւ ինքը մի շարք տեղերում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում հիշում եք իհարկե թե ինչպես իրենք դրդում են Վրաստանին, որպեսզի ինքը նոր ճակատ բացեր Ռուսաստանի հետ եւ ինչպես իսկապես Վրաստանը կարողացավ առաջնորդելով իր ազգային եւ պետական շահերից դեմ կանգնել այդ մոտեցմանը։ Նման խնդիր նաև այն ժամանակ դրված էր Հայաստանի առաջ եւ այս ազգակործան պատոհասների իշխանությունը գնում էր այդ ճանապարհով վատացնելով հարաբերությունները, ամեն գնով վատացնելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ բերելով մեր պետության ու նաև Արցախի պետության գլխի նորանոր փորձարկներ։ Հիմա այդ իրավիճակը փոխվում է, կարծեք թե եւ եթե այդ իրավիճակը, որ փոխվում է գա կայունության մի իրավիճակի, որտեղ ասենք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հակամարտության փոխարեն համագործակցություն ունի, բնականաբար Հայաստանը կունենա շատ ավելի զարգացման լավ հնարավորություններ։ Դա ակնհայտ է։ Իսկ ռեգիոնում ինչ իրավիճակ կլինի կարծում եք։ Ռեգիոնում ես կարծում եմ, որ ռազմական գործողությունները կդադարեն եւ կլինի մի իրավիճակ, որը բնութագրական էր միգուցե սառը պատերազմին կամ էլ ավելի ջերմ իրավիճակ, բայց գոնե տաք փուլում գտնվող հակամարտությունները կվերանան, դա վերաբերվում է առաջերտին իհարկե Ուկրաինային, բայց ոչ միայն Ուկրաինային։ Հիմա դուք կարծում եք, որ այս ռեգիոնում Ռուսաստանի դերակատարումը կավելանա, կհաստատվի Ռուսաստանը, այս դեպքում Թուրքիա, Իրան, այսպես Ռուսաստան լարվածություն կարող է առաջանալ։ Տեսեք, այս մեր Հարավային Կովկասը 3 մեծ պետությունների շրջապատում է գտնում Թուրքիա, Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի մեջ, գիտեք, ռազմավարական գործընկերության համաձայնագիր կա եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը չափազանց կարեւոր երկիր է Ռուսաստանի համար, որպեսզի ինքը կարողանա ապահովի իր աշխարհական նպատակները, այն է ելք դեպի տաք ջրերը, որտեղ հյուսիսարավ մայրով իրականացում հենց դրան է նպատակամղված, այն պարագայում, երբ իր ելքը դեպի եվրոպական երկրներով դեպի Ատլանտյան օվկիանոսը գործնականում տևական ժամանակ
կարծում եմ փակ կլինի, որտեղ նույնիսկ այն բայից հետո երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարծեք թե ջերմանում են, եվրոպական, հավաքական Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունները դեռ մնում են բավականին լարված։ Եվ կարծում եմ դա դեռ տևական ժամանակ կլինի։ Եվ եթե ռուս-իրանական հարաբերությունները շատ ջերմ են եւ այդ հարաբերությունները մեր համար գերկարևոր են, որտեղ մենք գտնվում ենք հենց այդ առանցքի վրա, որտեղ ասենք թե մեր երկու ռազմավարական դաշնակիցները Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը, եթե ջերմացնում են իրենց հարաբերությունների մեջ, Հայաստանի դերակատարումը այդտեղ շատ է մեծանում։ Եվ երրորդ մեծ հզոր երկիրը դա Թուրքիան է։ Հիմա տեսեք, եթե մենք նայենք այն իրավիճակը, որ այսօր արկա է, դա փաստ է Իրանի եւ Թուրքիայի միջև, դա արդեն են լարվածություն են, դեսպաններն են հրավիրում, արտգործնախարարությունները իրենց նկատմամբ դժգոհություններ են արտահայտում։ Ես կարծում եմ այդ խնդիրը վերաբերում է նաև նրան, որ Իրանը զգում է Թուրքիայի կողմից ոտնձգություններ դեպի իր համար կարևոր նշանակություն ունեցող երևույթները, եւ այս տեսակետից ես կարծում եմ նաև այն հակառուսական պահվածքը, որը դրսևորեց Սիրիայում Թուրքիան, ես կարծում եմ դա եւս իր ազդեցությունը գործի առաջիկայում, եւ ես կարծում եմ, որ կառաջանա մի իրավիճակ այդ երեք մեծ պետությունների միջև, որտեղ սերտ համագործակցություն կառաջանա Իրանի եւ Ռուսաստանի միջև եւ մի քիչ ավելի սառը վերաբերմունք երկուսի կողմից դեպի Թուրքիան։ Ադրբեջան-Ռուսաստան լարվածություն կա եւ այդտեղ արդյոք Թուրքիայի մատախառն է։ Ըստ էության այն իրավիճակը, որ հիմա ստեղծվել է Ադրբեջանի հետ կապված, բավականին բարդ է, որովհետեւ ինքը ձեռք բերեց շատ մեծ իր համար հնարավորություն, չզուգացրեց այն մեծ մարտահրավերը, որ իր համար կար 100 տարուց ավելի Լեռնային Ղարաբաղը, ըստ էության իր կախվածությունը Ռուսաստանից գործնականում զրոացավ։ Եվ այդ պարագայում ինքը իրեն թույլ է տալիս պատկերացնել որպես ռեգիոնալ կարողություններ ունեցող մեծ երկիր, այդ պարագայում նաև իրեն շատ մեծ օժանդակություն է ցույց տալիս Իսրայելը եւ նաև Եվրոմիությունը։ Ես պարագայում կարծում եմ Ռուսաստանի համար հեշտ չի լինելու այդ ակնկալիքները սանձել իր Ադրբեջանի եւ այստեղ կարծում եմ դեռ խնդիրներ կլինեն լուծելու, որոնք միգուցե միանգամից չլուծվեն, բայց տևական ժամանակի հետո կարծում եմ կարգավորվեն։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս Ադրբեջանի գերհզորացումը բնավ ձեռնտու չէ ոչ Իրանին, ոչ էլ Ռուսաստանին։ Հատկապես երբ որ այդ հզորացումը հենված է հենց Իսրայելի աջակցության վրա, ավելին պիտի ասեմ, որ նույնիսկ ասենք թե Իսրայելում խոսում են այն բանը, որ առաջանում է մի եռանկյունի Իսրայել, Ադրբեջան եւ Միացյալ Նահանգներ, որը ընդհանրապես որևէ մեկին այս ռեգիոնում չի կարող բավարարել։ Հետևաբար Ադրբեջանը իր կողմից վարվող քաղաքականությամբ չեն բացառում, որ որոշակի ժամանակ հետո կանգնի ռեգիոնում բավականին բարդ խնդիրների առաջ։ Իշխանափոխության խնդիր դուք տեսնում եք, որ Հայաստանում կարող է առաջանալ, հաշվի առնելով այն արտաքին փոփոխությունները քաղաքական, որոնք կան ազդի Հայաստանում իշխանության վրա։ Ես առավելքան համոզված եմ, որ իշխանափոխությունը գերխնդիր է եւ առօրյա հենց այսօր մեր առաջ դրված առաջին խնդիրն է, որտեղ տեսեք մենք խոսում ենք, որ կարծեք թե գեոպոլիտիկ իրավիճակը բավականին նպաստավոր է, բայց եթե այս ազգակործանները մնան իշխանության, որևէ դրական տեղաշարժ մենք չենք կարող ակնկալել, բացառվում է դա եւ դրա համար պետք է մի բան, որպեսզի մենք կարողանանք այս իշխանություններին վռնդենք եւ այդ տեսակետից մեր առօրյա ամենօրյա խնդիրը հենց դա է։ Նպաստավոր պայմաններում ավելի հեշտ կլինի դա իրականացնել, իհարկե ավելի հեշտ կլինի դա իրականացնել։ Նպաստավոր է այն, որ կարծում եք, որ արտաքին աջակցություն չունի Փաշինյանը հիմա։ Ես կարծում եմ, որ հիմա ինքը այլևս այդ արտաքին աջակցություն չունի, ակնհայտ է, մենք արդեն խոսացինք, թե ինչպես Միացյալ Նահանգները փոխել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Փոխել են նաև դիրքորոշումը Հայաստանի իշխանության նկատմամբ, կարծում եք։ Իրենք մի բան, որ ակնկալում էին Հայաստանից, այդ բանը այլևս չեն ակնկալում եւ Հայաստանը, որ ասենք թե համագործակցում էր Միացյալ Նահանգների հետ հակառուսականության տրենդում մնալու համար, ինքը արժեք ուներ։ Հիմա այդ հակառուսականությունը ինքը չի կարող որևէ տեղ օգտագործել եւ այդ պատճառով ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքն էլ Հայաստանի նկատմամբ
չի լինի այնպեսին, ինչպեսին Բայդենի Միացյալ Նահանգներն էր, որը գործիք էր տեսնում, ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը իր գեոպոլիտիկ հակառուսական խնդիրները լուծելու համար։ Բայդենի վարչակազմը բավական հետաքրքրված էր նաև հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Հիմա այս նույն խնդիրը կունենա Թրամփը կարծում եք, առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունները որևէ ձևով հետաքրքիր են, թե ոչ։ Ինձ թվում է, որ իրենք գլոբալ են մոտենալու խնդրին եւ ըստ էության պետք է ես ենթադրում եմ, որ իրենք ինչպես ընդհանուր ձևով մոտենում են այլ ռեգիոններին, ասենք թե ուկրաինական կամ ասենք թե եվրոպական, այնպես էլ իրենք կմոտենան հարավային Կովկասին։ Եվ այդտեղ ազդեցության կռիվներ երկու երկրների մեջ չեն լինի, ինչպիսին համաձայնության կգան։ Ես հույս ունեմ, որ այստեղ ավելի շատ կգերիշխի Ռուսաստանի դերակատարումը, արդեն խոսեցինք ռուս-իրանական հարաբերությունների մասին եւ նաեւ Սիրիայում դրվագների մասին, եւ այս պարագայում ես կարծում եմ, որ այստեղ կգերիշխի մեր երկու մեծ հզոր պետությունների համագործակցության խնդիրը եւ կարծում եմ նույնիսկ ես առավել քան համոզված եմ, որ լուծում կգտնվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, ենթադրում եմ, որ դա կբավարարի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության երևի կհամոզեմ, որ նա հետ կանգնի միջուկային զենք ստեղծելու գաղափարից, այլ խաղաղատոմի ծրագիրը զարգացնի։ Կարծում եմ դա կբավարարի նաեւ Իսրայելին եւ այն ժամանակ իսկապես այս ռեգիոնը կլինի հիմնականում երկու արդեն ռազմավարական դաշինք ընկած գերտերությունների հովանու տակ։ Կարծում եք Թրամփը առաջնային խնդիր չի դնի Իրանը իր առջև։ Այլ հետաքրքրություններ։ Ես կարծում եմ կդնի եւ այդ խնդրի լուծումը կդնի, բայց այդ խնդրի լուծումը կարծում եմ կլինի կոմպրոմիսային, ոչ պատերազմական միջոցով, ոչ ասենք թե այնպես ինչպես Իսրայելն է պատկերացնում, այլ ելի եմ ասում, ինքը ենթադրում է, որ կգնան նրան, որ սանկցիաները նույնիսկ կարող են հանվել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եթե ինքը համաձայնի, որ ասենք թե վերահսկողություն իրականացվի իր միջուկային ծրագրերի նկատմամբ, որովհետեւ ինքը երբեք չկարողանա ունենալ միջուկային զենք։ Ենթադրում դա կլինի կոմպրոմիս։ Իսկ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ կարող է հաստատել, արդյոք հնարավոր է վերականգնել նախկին հարաբերությունները։ Եթե այս ազգակործանները գնան, ներկա իշխանությունը։ Ներկա իշխանությունների մոտ դա չի կարող ստացվել։ Ինչու՞։ Շատ բարձ պատճառով, որտեղ իրանք փչացրել են իրենց հարաբերությունները եւ իրենք ցույց են տվել, որ իրենք սպասարկում են երկու ուրիշ պետությունների շահերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը եւ այդպիսի իշխանության հետ, որևէ մեկը ի նպաստ օրինակ Հայաստանի չի կարող համագործակցել։ Հնարավորություն չունի վերականգնել այդ հարաբերությունները։ Ես կարծում եմ ոչ։ Ինչու այն կողմից չի ընդունվի այստեղից իրականացվող քայլերը։ Չի ներվի այսինքն Ռուսաստանի կողմից։ Եթե վերականգնվի այնպիսի նորմալ հարաբերություններ, ինչպիսին եղել են այս իշխանության հետ, վերականգնվի այդ հարաբերությունները, ինչպիսին եղել են մեր իշխանության հետ, ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունը դա կընկալի, որ այն շշուկները, որոնք անդադ շրջանառվում են այս 7 տարիների ընթացքում, որ այս ազգակործանին Հայաստանում իշխանության բերելու մեջ նաև Ռուսաստանն է դերակատարում ունեցել, կարծում եմ այդ խոսակցությունները շատ ավելի հիմք կստանան։ Նաև խոսում են մասին, որ ռուսները ինչ որ նաև օժանդակություն ունեցել 21 թվականի այդ ընտրությունների հետ կապված այդ ամեն ինչը, եթե այս ազգակործանների հարաբերությունները ռուսական իշխանությունների հետ սերտանան, այդ բոլոր խոսակցությունները ավելի մեծ կշիռ կստանան։ Միաժամանակ ես կարծում եմ, որ այն անկումը Ռուսաստանի հեղինակության, որ այսօր արկա է Հայաստանում, այդ հարաբերությունների սերտացման արդյունքում էլ ավելի մեծանա այդ անկումը, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանը իր վրա պետք է վերցնի այն բոլոր խնդիրները, որոնք մենք ունեցել ենք այս իշխանության պատճառով այս 7 տարիների ընթացքում։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին, որովհետև իշխանությունները գալիս գնում են, իսկ ժողովուրդը մնում է։ Իսկ կարծում եք Ռուսաստանը կարող է այսպես ներգրավվածություն կամ ազդեցություն ունենալ այստեղ իշխանափոխության հարցում։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։ Պետք չէ, որ որևէ մեկը Հայաստանում ներքաղաքական process-ներին խառնվի։ Մեր համար չափազանց կարևոր է, որ իրանք չխառնվեն եւ ասենք թե օրինակ ինչպես քիչ առաջ ես նկարագրեցի, չէ՞, Թուրքիան ասում էր գլխից մի հատ մազ ընկնի ագրեսիա է։ Որևէ մեկը թող չխառնվի, ես կարծում եմ
այդ պարագայում մենք կարողանանք մեր խնդիրները լուծել այս ազգակործան պատոհասների Ժողովուրդը ինչպես է լուծելու Փաշինյանի հեռացման հարցը։ Ընտրությունների միջոցով։ Ցանկացած ճանապարհով ընտրությունները, եսի մինչև ընտրությունները 1000 անգամ կարող ենք սրանց վռնդել այստեղից։ Ինչպես վռնդել։ Ժողովրդական պայքարով։ Իհարկե ուրիշ ճանապարհ կա արդյոք։ Հենց այդ է ժողովրդական պայքարի միջոցով։ Ինչու հիմա չկա այդ պայքարը։ Դե շատ լավ եք ասում, կա, բայց ես դեզուրը ինչու չէր ստացվում։ Հիշում եք թե ինչպես ասենք թե անցյալ տարի 38 ռումբ պայթացրեցին ցուցարարների գլխին ազգային ժողովի դարպասների մոտ։ Բոլոր դեսպանները բերանները ջուր էին առել։ Ես կարծում եմ հիմա այդ բանը տեղի չի ունենա։ Բավական է որ դեսպանները, այսինքն այդ երկրները, հզոր երկրները աչքերը չփակեն այլևս այն վայրագությունների վրա, որ այս իշխանությունները իրականացնում է իր ժողովրդի նկատմամբ, ամեն ինչ կգնա իր բնական։ Կարծում եք հիմա աչքները չեն փակի։ Կարծում եմ այն բանից հետո, երբ Եվրոպայի համար, հավաքական արևմուտքի համար Հայաստանը կորցրեց իր հակառուսական դիրքորոշումը, Հայաստանը կորցրեց իր հետաքրքրությունը հավաքական, նույնիսկ հիմա այսօր էլ հավաքական արևմուտք էլ չկա Միացյալ Նահանգների նկատմամբ։ Եվ ես կարծում եմ պաշտպանությունը, այսինքն ոչ թե պաշտպանությունը, այլ սանձարձակ վայրագությունների նկատմամբ աշկ փակելու քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել այս 7 տարիների ընթացքում, այս ազգակործանների իշխանության նկատմամբ, այլևս այդ քաղաքականությունը կվերանա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։